Բարև ձեզ։ Ինչպես տեսնում եք, ես պատրաստ եմ անցնել բուն թեմայի։ Այսօր տեղափոխվել եմ իմ յոգայի գորգ։ Իմ նպատակն է այսօր համարենք, որ մի սովորական մարդ նստել է գորգին, որպեսզի ակտիվացնի իր ողնաշարը, ակտիվացնի էներգիան իր ներսում և սովորական մի օրվա մեջ իրեն զգա ավելի բալանսավորված։ Ուզում եմ նախ և առաջ ցույց տալ, որ դրա համար նույնիսկ գորգ պարտադիր չէ իրականում, գործողությունները, որոնք որ կատարելու են մեծամասամբ լինելու են նստած դիրքում, շատ բարձ գործողություններ, համ կկատարեն պրակտիկա, համ որոշակի բացատրություն ևս գտան պրակտիկաներին և այսպես կստացի, որ միասին պրակտիկա ենք կատարել։ Հավանաբար ձայնի հետ այսօր որոշակի խնդիր լինելու է, որովհետև բնականաբար, երբ որ ուղղակի նստած վիճակում խոսում ես, դա լրիվ ուրիշ է, բայց երբ որ ես որոշակի շարժում անելով պետք է որպեսզի խոսեմ, իմ խոսքը մի փոքր ինձ թվում է, որ հեռվից է գալու։ Նախքան սկսեմ տեսակրել, մի երկու անգամ փորձ արեցի նրա համար, որպեսզի ձայնս տեսնեմ, թե ինչպես է լինելու, ի վերջո հասա մի դիրքի, որում որ ոնց որ թե նորմալ է, կարողանաք ինձ լսել, բայց միևնույն ժամանակ հնարավոր է, որ որոշակի խնդիր լինի։ Ուրեմն, անցած մեր վիդեոյի ընդհանուր միանշանակ բացարձակապես ես չբացեցի, թե ինչպիսին է առօրյան լինում, բայց ամեն դեպքում առօրյայից հասանք պրակտիկայի, ինչպիսին է մի սովորական օրվա պրակտիկան լինում, որում որ մենք համարենք օրինակ արթնացել ենք ինչ-որ մի որոշակի վիճակի մեջ, որոշակի մտքերում և ցանկանում ենք, որպեսզի մեզ բերենք բալանսի վիճակի, ինչպես կարելի է դա անել, որ ինչ-որ մի արտաքին հատուկ գործիքներ չունենք, բայց ունենք ներքին գործիքներ։ Այդ ժամանակ շնչառությունը և մեր ուշադրությունը ամենակարևոր գործիքներն են։ Միանշանակ մարմինը մտնում է դրա մեջ։ Հիմա ես հնարավորության չափով հագնում եմ ինչ-որ օրինակ բաց գույների մեջ հագուստ եմ հագնում, որը որ ամենաիդեալականն է հագուստը, որը որ ես առօրյայում չեմ հագնում, և իմ մոտ ունի հենց այդ հագուստը կապված է հենց պրակտիկայի հետ։ Դա արդեն իսկ տրամադրելու է որոշակի չափով։ Նույնիսկ եթե շատ երկար ժամանակ դուք պրակտիկա եք կատարել այդ հագուստով, եթե նույնիսկ պրակտիկա չանեք, ուղղակի հագնեք այդ հագուստը, էլի որոշակի փոփոխություն դուք զգալու եք ձեր մեջ։ Նույնը ձեր պրակտիկայի անկյունը, որտեղ որ դուք սովորաբար կատարում եք պրակտիկա, այդ անկյունում նստելուց կրկին էլի որոշակի չափով ձեր ներսում փոփոխություններ զգայական դաշտում էլի նկատելու եք։ Հիմա ես անոթի վիճակում եմ, բնականաբար խոսքը ինձ չի վերաբերվում միայն, ուղղակի պրակտիկին է վերաբերվում։ Ես գտնվում եմ անոթի վիճակում և իդեալականում իմ օրգանիզմը այնքան է ներսից սնուցված և
ջրով լինի օդով, լինի սնունդով որակյալ, որ ես բավականին հեշտ եմ տանում այս դադարը, որը որ ես քնեցի, արթնացա ու որոշակի ժամանակ ես շարունակում եմ բացարձակապես սնունդ չընդունել, այլ փոխարենը ես միացում եմ իմ օրգանիզմը, որպեսզի այն բաց ինքնամաքրումից, որը որ չափազանց կարևոր է, մաքրվելուց հետո նաև մի փոքր հանգստանա և հասցնի նաև էներգիան ուղղել դեպի օրգանիզմի մի այլ որակի վերականգնումը, ռեգեներացիա, այսպես ասած։ Կարող ենք ասել, որ դա շատ խորանալ է, խոսքը վերաբերվում է, եթե մենք մեր առջև դրել ենք իսկապես առաջադրանք առողջությունը խորը մակարդակում ուսումնասիրելու, հասկանալու։ Այսինքն, նույնիսկ այն, որ ես բացի նրանից, որ ես անոթի վիճակում եմ, նաև ես ջուր չեմ խմել, որովհետև ընդհանուր իմ նախանցած օրվա ընդհանրապես ընդունած ջրի քանակությունը բավարար է օրգանիզմը նրա համար, որպեսզի ձեր պրակտիկան վերջացվի, ընթացքում ինչ-որ մաքրման պրոցեսի, դրա համար բացարձակապես աղեստամոքսային համակարգը հանգստի վիճակում է, դատարկ վիճակում է։ Ուրեմն, ես նստել եմ ոտքերս ծալած վիճակում այն դիրքում, որում որ բացարձակապես ծնկերս հավասար են իրար, աջ և ձախ ծունկը։ Իմ դեպքում կոնկրետ հիմա ձախ ոտքը հետևում է, աջ ոտքը առջևում է։ Շատ էական չի, բայց միևնույն ժամանակ էական է, կարող է ձախ լինի առաջ, կարող է աջ լինի առաջ, այսինքն էական չէ այն առումով, որ մեծ փոփոխություն, եղանակի փոփոխություն չկա դրանից, բայց միևնույն ժամանակ էլի ինչ-որ մի նշանակություն ունի, կախված նրանից, թե աջն է ձեր մոտ ավելի հարմար լինի առջևում, թե ձախն է ավելի հարմար, որպեսզի լինի առջևում։ Նստած վիճակում, որպեսզի նախ և առաջ սկսեմ պրակտիկա կատարել, ես ձեռքերս հավասարապես դնում եմ իմ ոնց որ կախեմ, որովհետև արմունկներս բաց վիճակում են, որպեսզի ողնաշարս երկար ձգեմ։ Բայց միևնույն ժամանակ, եթե կախված լիներ, այստեղ դիսցիպլինա չէր զգացվի, բայց այստեղ շատ սուր զգացվում է դիսցիպլինա։ Միացրել եմ մեծ մանրցուցամատի, ուղղել եմ ողնաշարս, ծնկերը հավասար են և սկսում եմ շնչել, արտաշնչել խորը շնչառությամբ։ Շնչառություն, որը որ ամբողջ ողնաշարս ակտիվացնելու է, արմատից մինչև գլխի գագաթ։ Այստեղ որևէ անվանումներ չենք տալիս, չենք ընկնում ինֆորմացիաների հետևից շատ, ուղղակի բնականից ամբողջ ողնաշարով մեկ սկզբնագետից վերջնագետը շնչում են, վերջնագետից սկզբնագետը արտաշնչում են։ Միանշանակ որոշակի չափով միմիկայի փոփոխություն տեղի է ունենալու, երբ որ դուք ուժ եք գործադրում, որպեսզի արմատից մինչև գլխի գագաթը շնչեք և արտաշնչեք։ Շարունակում ենք կատարել, մոտավոր 3 րոպե ես շնչառությունը կատարում եմ առանց կանգ առնելու։ Ակտիվացնում եմ ամբողջ ողնաշարս, ոչ թե խոսքի մակարդակում, մտքի մակարդակում, վիզուալիզացիայի, այլ հենց գործողության։ Արմատից մինչև գլխի գագաթ շնչեցի, գլխի գագաթից մինչև արմատը արտաշնչեցի։ Երբ որ ողնաշարս ակտիվ է,
կեցվածքինիս մեջ աստիճանաբար էլ ավելի եմ ամրապնդվում, սկսում եմ կեցվածքը զգալ որպես ներքին վիճակ էլ ավելի խորը բալանսի զգացողություն եմ ունենում, եւ շարունակում եմ եւս 1 րոպե շնչառությունը, բնականաբար աչքերը փակ վիճակում են, ուղղակի ես հիմա չեմ կարող աչքերս փակելի կատարել, երբ որ խոսքը վերաբերում է նաև բացատրությանը եւ բարելում ինչ-որ չափով։ Աչքերը փակ վիճակում են եւ ձգտում եք, որպեսզի ներս նայեք հնարավորության չափով։ Իսկ եթե ստացվում է այնպես, որ ձեր աչքերը բաց վիճակում են, դուք նայում եք ուղիղ մի կետի, դա եղել շատ օգտակար փորձառության, պրակտիկայի վերկացվի անպայման եւ ժամանակի ընթացքում վերածվողը կարելի է ասել բնականաբար ոչ բացարձակապես, բայց միևնույն ժամանակ կհասնի այն պրակտիկային, որով ձեր աչքերը փակ վիճակում են։ Դուք կսկսեք առարկաներ չտեսնել, այլ տեսնել անսահմանությունը։ Եվս մի քանի վայրկյան շնչում արտաշնչում եմ։ Հրաշալի։ Գալիս ենք կենտրոն եւ պատրաստ ենք, որպեսզի նախ եւ առաջ ինչ եմ կատարում։ Դե քանի որ իմ աջ ոտքը առջևում է, ձախ ոտքը հետևում է, աստիճանաբար այր ձեռքով փակում եմ քթի աջ հունգը, երկրորդ, երրորդ մատս տեղադրում եմ հունքերի միջին հատվածում եւ սկսում եմ կատարել շնչառություն խորը մեր ձախ քթի ռումբով։ Ասենք 1 րոպե սկսում ենք շնչել եւ արտաշնչել քթի ձախ ռումբով, բայց խոսքը միայն քթի ձախ ռումբին չէ վերաբերում, այլ վերաբերում է ձախ շնչուղուն, վերաբերում է ամբողջ ձախ կանալին։ Պատկերացրեք, որ ձեր ամբողջ ողնաշարը ակտիվացնում եք հենց ձախ կողմից, կրկին սկզբնակետից մինչև վերջնակետ շնչում ենք եւ վերջնակետից մինչև սկզբնակետ արտաշնչում ենք։ Կրկին աչքերը ներս են ուղղված, ամբողջ երկայնքով, ինչքան էլ որ անսովոր լինի ձեզ, խոսքը հենց ամբողջ երկայնքով շնչառության մասին է։ Թույլ եք տալիս ձեզ, որպեսզի ամբողջ շնչուղին ակտիվանա, դա անմոռանալի իրականում փորձառություն է ձեզ համար լինելու, եթե դեռևս անսովոր է ձեզ համար այդչափ ամբողջական շնչառություն կատարելը, անմոռանալի է լինելու դրա համար, որ այդքան պարզ տեխնիկան ի վիճակի է բերել այդչափ ներքին ներկայություն, զարգացնել այդչափ ներքին ներկայություն։ Խոսքը դեռևս միայն ձախ կողմի մասին է, խորը շնչում, խորը արտաշնչում է։ Անմիջապես օրգանիզմի անձնական փորձառություն ձևավորելու ունակությունը սկսում է միանալ, ակտիվանալ, ձեր օրգանիզմը դրանից սկսում է իսկույն էներգիայի, որոշակի զգացողության եւ վիճակի մեջ մտնել։ 1 րոպեն ավարտեցի ու զգուշությամբ թողնում եմ այր ձեռքը։ Թողեցի, ակտիվացնում եմ թքարտադրությունս, բերանի խոռոչի մկանները շարժում եմ։ Ասես ինչպես եմ հեղուկ ընդունում, նույն ձևով ներքին հեղուկիս հետ աշխատում եմ։ Թքարտադրությունը ակտիվացնում եմ թթվածնով հարուստ։ Այդչափ խորը շնչառությունից հետո ներս եմ ուղղում, ասես մի շատ կարևոր հեղուկ ներս ընդունելուց լինեմ, ամենակարևոր։ Ներս ընդունեցի եւ աստիճանաբար փոխում եմ ոտք տեղերով։ Աջ ոտքս տանում եմ ներս, ձախ ոտքս բերում եմ առաջ։ Ծնկերս կրկին բացարձակ հավասար են,
Եթե անհարմարություն եք զգում, կարող եք բարձ ծնել ձեր տակ, որպեսզի ծնկերը ավելի հավասար լինեն եւ կարողանաք դեպքում մնալ։ Կարող եք, եթե բացարձակապես կսնակ եք, ողնաշարը թեքել, բայց ժամանակի ընթացքում եկեք նրան, որպեսզի ուղղակի առանց որևէ մի արտաքին հենարանի նստեք ուղիղ ողնաշարը, որովհետև առողջության մեջ հենց այս կյանքի որակ ասվածի մեջ հենց ողնաշարազերծը շատ մեծ դեր ունի եւ ձեր կյանքը բացարձակապես շրջվելու է այն ժամանակ, երբ որ առանց հենարանների դուք աստիճանաբար կարողանաք ավելի երկար նստել, չէ որ այդ ամեն ինչը նաև մեր կենտրոնական նյարդային համակարգի հետ է աշխատում եւ հետ է կապված։ Ուստի այս դիրքը ինքը իրենով հզոր դիրք է համ մեր ֆիզիկական մարմնի համար ընդհանուր, համ էլ ուղղակի առանցին մեր կենտրոնական նյարդային համակարգի համար։ Ուրեմն դիրքս ունեմ, աստիճանաբար աջ ձեռք կախվեց, մեծ մատը միացրած ցուցամատին, երկրորդ, երրորդ մատս տեղադրում եմ հունքերի միջին հատվածում, որոշակի չափով սեղմվածություն ինչ-որ կա, փակեցի քթի ձախնուկս եւ սկսում եմ ամբողջ աջ շնչումով արմատից մինչեւ գլխի գագաթ, յոգայի լեզվով Մուլադհարայից մինչև Սահասրարա շնչում եմ, Սահասրարայից Մուլադհարա արտա շնչում եմ ամբողջ խորության։ Բնականաբար հիմա նույն քանակությամբ ենք կատարում, նույն ժամանակով, որքան որ կատարել ենք հակառակ կողմը։ Դա շատ կարևոր պայման է պրակտիկա կատարելուց, որպեսզի աջ եւ ձախ կողմերի համար անկախ նրանից հեշտ է դժվար է երկու կողմը հավասար ժամանակով կատարել։ Շնչեցինք, արտաշնչեցինք, բնականաբար ձեզանից շատերը նկատելու են, որ քթի նիրունգով հեշտ է շնչել արտաշնչել, իսկ հույսով նույնիսկ հնարավոր է, որ թվա, որ անհնար է։ Իրականում պահելով փակ վիճակում հակառակ քթի ռունգը, օրգանիզմը հասկանալու է, որ տարբերակ չունի եւ աստիճանաբար սկսելու է բացվել։ Փակվածությունը կախված է լինելու մի շարք կանգառմանքներից, դրանից թե ձեր նյութափոխանցությունը ինչպիսի փուլում է գտնվում, ձեր քունը ինչպիսին է եղել եւ այլն։ Շնչում արտաշնչում եմ եւս մի քանի վայրկյան, եթե 1 րոպեն չի մնացել։ Իջեցնում եմ 1 րոպեն ավարտելուց հետո ձեռքը, կրկին ակտիվացնում եմ թքարտադրությունը, ներս եմ ուղղում հեղուկը եւ արդյունքում ես ունեմ ակտիվ շնչուղիներ, ակտիվ ողնաշար որոշակի չափով, այնքանով, որքանով որ ուղղակի այս նստած դիրքում ես ի վիճակի էի ակտիվացնել։ Բացի դրանից մենք տարբեր դիրքերում եւ շնչառության միջոցով ակտիվացնելու ենք մեր ողնաշարը։ Եվ ամենապարզ գործողություններից մեկը կրկին աջ հոգուս վերում եմ, առայր ձախ ոտք ստանում եմ հետ եւ սկսում եմ կատարել հերթական գործողությունը։ Ամբողջ նպատակը կրկին ակտիվացնել, ձախ եւ աջ կողմերը հավասարապես ակտիվացնել, ամբողջ շնչուղիները եւ ոտքի մատից մինչեւ գլխի գագաթը։ Եվ սկսում եմ կատարել, երբ որ շունչը վերցնում եմ, ձախ ձեռքս գալիս է տազի մոտ, գետնի վրա ամուր, շնչում եմ, ձգվում եմ դեպի ձախ, ափը դեպի ներքև է նայում։
արտաշնչում եմ հակառակ կողմը դեպի աջ, շունչ դեպի ձախ, արտաշունչ դեպի աջ, շունչ, իդեալականում աչքերը արտաքինից փակ են և բաց են դեպի ներս։ Իսկ նման դեպքում, եթե բաց են, ապա նայում եք ուղիղ մի կետի, հասնում եք նրան, որպեսզի առարկաները որոշակի չափով չտեսնենք։ Շունչ դեպի ձախ, արտաշունչ դեպի աջ, անպայման շնչեք, արտաշնչեք։ Բնականաբար, եթե ես հիմա խոսելուց չլինեի, միակ ձայնը իմ շնչառության ձայնը կլիներ։ Առանց չափազանցեցնելու պրակտիկան հենց այդպես էլ պետք է որպեսզի լինի։ Շնչառություն որպես ամենակարևոր ձայն, հնչյուն, ցանկացած մարդու համար իր շնչառության ձայնը, որովհետև այդ ժամանակ է, որ դուք շատ խորը մակարդակում անցնում եք, դուք ինքներդ եք ստեղծում այդ դաշտը, այդ ձայնը, հնչյունը, և կրկին ձեր օրգանիզմը անմիջապես անձնական փորձառության միջով անցնում է։ Ու հաճախականությունը հենց այդ ժամանակ է, որ փոխվում է։ Կատարեցի գործողությունը 3 րոպե, մինիմալ ժամանակ որպես, որպեսզի օրգանիզմը կարողանա վերցնել մեր կատարած աշխատանքը տարբեր մակարդակներում։ Երբ որ 3 րոպեն կատարեն, աստիճանաբար գալու եմ կենտրոն։ Ուղղեցի ողնաշարս, միացրած մեծ մատը ցուցամատին, աչքերս բաց դեպի ներս, ակտիվ թքարտադրություն։ Երկու անգամ խորը շնչում, արտաշնչում եմ ուղղակի այս ստատիկ դիրքում, ասես հաստատ եմ։ Եվ գալիս եմ կենտրոն, որպեսզի արդար ձևով հավասարապես նաև կատարեմ հակառակ կողմից։ Աջ ոտքս տանում եմ դեպի ներս, ձախ ոտքս գալիս է առաջ։ Նստած եղես, եթե կարիք կա, փոխում եմ, ստուգում եմ, որպեսզի կրկին ծնկերը լինեն հավասար և պատրաստում եմ, որպեսզի գործողությունը սկսեմ կատարել նաև հակառակ կողմի վրա։ Մենք պետք է, որպեսզի մտքով, գիտակցությամբ տրամադրվենք, որպեսզի պրակտիկան լինի շատ ամբողջական։ Այստեղ է մեր ուշադրությունը, այստեղ է մեր մարմինը, այստեղ է մեր շնչառությունը, այստեղ է մեր ամբողջ էներգիան։ Եվ կարևոր է, որպեսզի մեր ներսում հնարավորության չափով բաժանումներ չլինեն, գոնե պրակտիկան կատարելուց, այսինքն նույնիսկ եթե խոսքը լինի շարժել մի մատը, մենք պետք է հաշվի առնենք, որ այս մի մատի շարժման ժամանակ պետք է որպեսզի մտքի մատից մինչև գլխի գագաթը աշխատի։ Այդ չափ ներքին խորը ներկայության մասին է խոսքը, զարգացնելու մասին է խոսքը։ Ուստի, սկսում եմ աշխատել։
Հիմա արդեն սկսել եմ աջ կողմից, շնչողը աջ կողմն է, արտաշնչողը ձախ կողմն է, շնչողը աջ կողմն է, արտաշնչողը ձախ։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեզ համար իմ խոսակցությունը կատարելու ժամանակ այն, որ չեք լսում իմ շնչառության ձայնը, չնշանակի, որ կարելի է կատարել առանց շնչառության։ Եթե խոսքը վերաբերում է կրիապրակտիկայի մասին, ապա այստեղ շնչառությունը միշտ կա։ Ուղղակի հաշվի առնենք, որ իմ միտքը նախ եւ առաջ ձեզ հասկանալից լեզվով բացատրել ու որդելն է, որպեսզի այս վիդեոն ձեզ համար ինչ-որ մի բան դառնա։ Դրա համար ես չեմ խորանում միայն իմ կատարելու վրա, այլև ձեզ բացատրում եմ։ Շնչում ենք սկզբնակետից վերջնակետը դեպի աջ եւ արտաշունչ դեպի ձախ, վերջնակետից սկզբնակետ, ուլադխարայից վասրավաշունչ, սասրավայից ուլադխարա արտաշունչ։ Կրկին 3 րոպե, նույն չափով։ Խորը շունչ, խորը արտաշունչ։ Միանշանակ, մի շարք մտքեր գալու են, գնալու են, մի շարք հակասություններ, դա շատ բնական է, մարդկային է, համեմատություններ եւ այլն։ Բերեք ձեր ուշադրությունը կենտրոն, կարևորը շնչեք եւ արտաշնչեք։ Ունեմ ֆոկուս, զարգացնում եմ ավելի ուշադրություն, ներքի ներկայություն։ Երեք րոպեն երբ որ ավարտեմ գալը կենտրոն, մի քանի վայրկյան ժամանակ եմ ինձ տալու, որպեսզի ուղղակի նստեմ, դիտարկեմ, որպեսզի պրակտիկան վերջացվի սովորական իմ կյանքի այն վազքերից մեկի վազքի շարունակությունը չվերածվի, այլ վերածվի ներքին դիտարկման եւ ներկայության։ Կրկին քարտադրությունը ակտիվացրեք, ներս ուղղեք, վերադարձեք բնականոն շնչառության, այսպես ասած ժամանակ մարսելու համար, դիտարկելու համար, պատրաստել, որպեսզի սկսեք կատարել հաջորդ գործողությունը։ Հաջորդ գործողության համար եկեք նախ եւ առաջ ստուգենք, որպեսզի ունենանք բավարար միջավայր աշխատելու համար, տվյալ ես չեմ ասում, որպեսզի ծաղկին խանգարեմ ու դրա համար մի քիչ փոխում եմ իմ դիրքը։ Գալիս եմ մի քիչ ավելի առաջ։ Կրկին բերում եմ աջ ոտքս առաջ, ձախ ոտքը հետևում եմ։ Ունեմ կեցվածքս եւ սկսում եմ կատարել։ Ամեն ինչ որ կատարում եմ մինիմալ ժամանակով, 3 րոպեով։ Սկսելու եմ կատարել հետևյալ աշխատանքը։ Ուրեմն, աջ ոտքը առջևում, ձախ ոտքը հետևում, ծնկերը իրար հավասար։ Ձեռքերս ամուր դնում եմ ծնկերի վրա եւ ուշադրություն եմ դարձնում, թե ինչպես է։ Ուրեմն, իմ առաջադրանքն է կատարել աչից դեպի ձախ ուղղությամբ պտույտներ, ամենահզոր գործողություններից, որ ի վիճակի է բացարձակապես ակտիվացնել ամբողջ ձեր օրգանիզմը, ամբողջ ձեր դաշտը։ Դուք կարող եք ամբողջ ձեր կյանքը կատարել։ Դուք կարող եք բացարձակապես այս պրակտիկան կիրառել ամբողջ ձեր կյանքում եւ այն մի որոշակի առողջության մակարդակ անպայման
ապահովելու է։ Եվ դա լինելու է միջինից անպայման որոշակի չափով բարձր։ Ակտիվացնելով ձեր արյան շրջանառությունը ամբողջ օրգանիզմի մեջ, ազդելով ամբողջ լիմֆայի վրա, այն վիճակի է լինելու օրգանիզմը միշտ պահել ընդունակ մաքրման, ինքնամաքրման և միևնույն ժամանակ սնուցման։ Այդ թվում միանշանակ առողջությունը առանց ողնաշարի ընդհանրապես ոնց որ հնարավոր չէ, եթե խոսքը վերաբերվում առողջությանը, դա նշանակում է, որ ձեր ողնաշարի հետ եք դուք աշխատում։ Ու դրա համար գործողության մեջ շատ ինտենսիվ անհրաժեշտ է լինելու ողնաշարի հետ տարբեր մակարդակներում, շերտերում, որպեսզի աշխատեք։ Ինձ մի վարքյան կներեք, որպեսզի երաժշտությունը շատ նուրբ տրված հետ բերեմ այդ երաժշտությունը, բայց ինչպես ասեցինք, ամենակարևոր երաժշտությունը ձայնը հնչյունի, դա ձեր շնչառության ձայնն է։ Ու որևէ մի այլ ձայն չի կարող բացարձակապես ձեր ուսուցչի շնչառության ձայնը, ամենաուժեղ ոգեշնչող որևէ մի ձայն ի վիճակի չէ հաղթել ձերի շնչառության ձայնին, ձեր ներքին ուսուցիչը, ձեր ներքին բժիշկը, ձեր շնչառությունը։ Ուրեմն, ունեմ կեցվածքը և սկսում եմ կատարել։ Ուրեմն, կատարել եմ ամբողջական պտույտ աջից դեպի ձախ ուղղության, այսինքն ամբողջ այս երկանքը, որը որ ես պտտեմ, շնչելու եմ։ Անկախ նրանից, թե ինձանից ինչ է պահանջվում, ամբողջ պտույտիս երկայնքով շունչն եմ վերցնում և ամբողջ պտույտի երկայնքով հաջորդ արտաշնչում եմ։ Ստացվում է, որ մի պտույտը շունչն է, մյուս պտույտը արտաշունչն է։ Եվ կարող եք անսահման երկար տարիներ պրակտիկա կատարել, իրականում ինքը ավելի ու ավելի զարգացնելու և ակտիվացնելու է իր օգտակար հատկությունները, ազդեցությունը։ Այս շնչառությունը սահմանի մեջ դնելը շատ ինտենսիվ դիսցիպլինայի մեջ է դնելու ձեր միտքը։ Շնչառությունը որպես մենթալ դաշտի գործիք։ Շունչ, միանշանակ աչքերը բաց են դեպի ներս, իմ որդում կարող եք ուղիղ իմաստով հասկանալ, որովհետև ուղիղ իմաստով մի կետից սկսում ենք շունչը և մյուս կետում ավարտում ենք։ Եվ այդ կետը որևէ կերպ մենք չենք փոխում, որովհետև հենց հիմնական ուժը պրակտիկայի դա է, դրանում է կայանում։ Ես ինքս լսում եմ իմ շնչառության ձայնը, թույլ եմ տալիս, որպեսզի միջավայրը լսի իմ շնչառության ձայնը, խորը շնչպտույտ, խորը արտաշունչ պտույտ։ Հենց որ մարդ սկսում է շնչել, արտաշնչել, կարող եք փորձել ուղղակի, ինչպիսի դիրքում էլ որ չգտնվեք, պառկած լինեք, նստած լինեք, մտածելուց լինեք, հենց որ շնչեք ու արտաշնչեք, դուք իսկույն զգալու եք, թե ինչպես է բուժման էներգիան անցնում ձեր միջով, մի բան փոխվում է կատարյալ ձեր մեջ, հենց որ շնչում արտաշնչում եք, գիտակցված, նույնիսկ ոչ խորը, բայց գիտակցված։
Մինիմալ ժամանակ 3 րոպե։ Մուլադխարայից միջև Սահասրարը ակտիվանում են ամբողջ ողնաշարը, էներգետիկ կենտրոնները, աջ և ձախ շնչուղին հավասարապես։ Երբ որ 3 րոպեն ավարտեն, գալու եմ կենտրոն։ Կրկին ես ժամանակին շատ խիստ հիմա չեմ նայում ու մոտենում, կախված նրանից, որ ուղղորդում եմ։ Կատարելուց դուք կլսեք, ուշադիր կլսեք, որպեսզի հասկանաք, որ մինիմալ ժամանակով 3 րոպե կատարում են գործողությունները, եւ այդ մեր առջև դրած 3 րոպեն միշտ ոչ թե ընթացքում կանգնել, խոսել, նայել, այդ վիճակում չէ։ Ամբողջ այդ 3 րոպեն դա անընդհատ պրոցես է, որի մեջ որ ձեր աչքերը բաց են դեպի ներս, ուշադրությունը ներս բացված վիճակում է, եւ դուք բացարձակապես ձեր ներքին օրգանիզմի լեզուն հասկանալու գործով եք զբաղված, ոչ թե ընկնում եք որևէ մի զգացողություն որսալու, որևէ մի բան որսալու, հասկանալու, որսալու հետևից, այլ ուղղակի բացարձակապես ներկա վիճակում կատարում եք։ Հիշեք, որ պրակտիկան ձեզ չի պոկում ձեր արմատից, այլ հակառակը բացարձակապես այս ողնաշարի զգացողությունը որպես ներքին հենարան ակտիվանում է, որում որ դուք ուզում եք համ ձեր գագաթը բարձր եսի ոնց որ ներկայությունը համ այդ միևնույն ժամանակ արմատ ձեր ներսում ասես ինտենսիվ զգացողություն ընդհանուր էներգիաների, բալանսավորված էներգիաների անցյալ, ներկա եւ ապագա։ Ուրեմն կատարել եմ 3 րոպե եւ ոտքերը փոխում եմ տեղերով։ Աջ ոտքը ստանում եմ հետ, ձախ ոտքս բերում եմ առաջ։ Գիտակցում եմ այն կետը, որի վրա որ նստած եմ ամուր եւ պատրաստ եմ, որպեսզի հակառակ կողմից նույն չափ ներդնելով իմ ուշադրությունը, նույն չափ անկախ նրանից, թե աջն էր ավելի ակտիվ, ձախն էր ակտիվ, աջն եմ առաջինը կատարել, ձախն եմ կատարել, կապ չունի, երկու կողմի վրա աշխատում եմ, այնպես ասես առաջի կողմը հենց դա լինի, որպեսզի հավասարություն մեր օրգանիզմը զգա։ Ուրեմն սկսում եմ պտտվել 3 րոպե։ Ամբողջական շունչ պտույտ, ամբողջական արտաշունչ պտույտ։ Պատրաստ եմ լսել իմ շնչառության ձայնը, խոր շունչ պտույտ, խոր արտաշունչ պտույտ։ Միանշանակ է, թե վիճակի եք պրակտիկան բնության մեջ կատարել, դա ամենաիդեալը բանն է։ Իմ դեպքում շատ շոկ է դուրսը։ Շունչ ամբողջական, արտաշունչ ամբողջական, երկու շնչյուղի, ամբողջ ողնաշար, մուլադխարայից մինչև Սահասրարը։ Երբ որ շնչառությունը էլ ավելի է զարգանում, միշտ մեր ներսում այդ հավանականությունը, երբ որ մեզ տեսնում էինք որոշակի սահմանափակումների մեջ, ինչքան պրակտիկան էլ ավելի խորն է կատարվում, այդքան սահմանափակումները ավելի փոխվում են դեպի ներքին անսահմանության զգացողություն։
Ինչքան խորը շնչառություն, այնքան ավելի ներքին ասեղնագության զգացողություն։ Շունչ ամբողջական, արտաշունչ ամբողջական։ Շատ կարևոր process է տեղի ունենալու ձեր ներսում, նրա համար, որպեսզի մարդ կարողանա անընդհատ կրկնել 3 րոպեն որպես մինիմալ ժամանակ, 3 րոպե առանց շարժում նկատի ունեմ։ Այդ ժամանակ մարդ բացարձակապես կամք չունեցող, համբերություն չունեցող մարդը չի կարողանա այդ 3 րոպեն նույնիսկ 1 րոպեն առանց շարժում դժվար է լինել իր համար կատարել։ Ու ինչքան որ երկար կատարում այնքան բնականաբար առողջության կերտման հետ մեկտեղ զուգահեռաբար զարգանում է իր կամքը, համբերությունը սկսում ձևավորվել իր մոտ, առանց որի բացարձակապես առողջ լինել կարելի ասել, որ հնարավոր չէ։ Ուրեմն 3 րոպե կատարել եմ, գալիս եմ կենտրոն, տալիս եմ ինձ ժամանակ մի քանի վայրկյան, որպեսզի մարսեմ, դիտարկեմ, ակտիվացնում եմ թքարտադրությունը, զբերանի խոռոչի մկանները շարժում եմ։ Ուղղում եմ թուքը ներս, թթվաստուն պարուստ։ Եվ 2 անգամ շնչում արտաշնչում եմ ամբողջ ողնաշարով։ Կրկին։ Հիմա սկսում եմ կատարել մի գործողություն ներսում։ Սկսում եմ աշխատել իմ լեզվի հետ։ Լեզու սկսում եմ շրջել դեպի վերև և անընդհատ վարժություն, ինչպես է լինում, երբ որ մի ձեռքը շարժում ենք, նույն ձևով մեր լեզուն ենք շարժում։ Անընդհատ ասես ձգենք դեպի վերևի քիմքը։ Եվ ամեն անգամ որպես մկան զարգացնում ենք, ձգում ենք ավելի ու ավելի դեպի հետ։ Թույլ ենք տալիս, որպեսզի էլ ավելի նուրբ դաշտում աշխատենք։ Զարգացնում ենք ուշադրություն, ֆոկուս։ Աչքերը կլինեն բաց դեպի ներս, կամ էլ նաև ուղիղ մի կետի։ Ուրեմն, բազմակի անգամ, ասենք 1 րոպե, լեզուն ձգեցիք, հետ բերեցիք, ձգեցիք, հետ բերեցիք, ու թույլ եք տալիս, որպեսզի մկանները էլ ավելի վարժ, ակտիվ աշխատեն լեզվին, հետ եք բերում հանգիստ վիճակում և պատրաստում եք, որպեսզի սկսեք կատարել հաջորդ գործողությունը։ Հաջորդ գործողությունը ևս լինելու է այն գործողություններից, որ եթե ամբողջ կյանք ձեր կատարեք, այն բացարձակապես կրկին որոշակի մակարդակ էներգիա բարձրացնելու վիճակի լինելու ապահովել։ Ու բացի միանշանակ էներգիան, որպեսզի իսկապես բարձրացնեք, այդ ճանապարհին ձեր ֆիզիկական առողջությունը ևս ամրապնդվում է, եթե իսկապես հիմնավորված էներգիայի բարձրացման մասին է խոսքը։ Ուրեմն, կատարում եմ հետևյալ գործողությունը, կամ ծալում եմ ծնկերս, կարող է մարդ լինի, ով որ չկարողանա այս դիրքում նստել, ծնկերս հետ եմ ծալել, նստած եմ թաթերիս վրա և ոտքերի մեծ մատերը միասին են, ծնկերս տազի լայնությամբ բացած է։ Եթե ի վիճակի չեմ այս դիրքով նստել, նստում եմ կրկին ծալապատիկ դիրքով, ծնկերը իրար հավասար և վերցնում եմ այն սրունքից 2 ձեռքով, որ սրունքը, որ ոտքը, որ առջևում է դրված։
Ուրեմն ես ունեմ այս կեցվածքը այս դիրքի մեջ եմ գտնվում եւ ուղիղ 3 րոպե պատրաստվում եմ կատարելու կրիան։ Միանշանակ ձեր տազը ձգված վիճակում է լինելու, եթե նկատել եք, ես տազս բարձրացրել էի ու ձգել էի երկու կողմից դեպի վերև, ոչ պատահաբար, այլ այն իմաստով, որպեսզի իսկապես տազը ձգեմ։ Ձեռքերս դնելու եմ իմ ոնց որ կենտրոնական ազդրերի կենտրոնում եմ դնելու եւ ուշադրություն եմ դարձնելու, որպեսզի գործողությունը կատարելուց ձեռքերս առաջ եւ հետ չգնան, այն իմաստով, որպեսզի իմ ողնաշարը լինի աշխատող ինքնուրույն, այլ ոչ թե ես շարժվեմ հենվելով որևէ մի այլ բանի վրա։ Ուրեմն ձեռքերս ֆիքսեցի կենտրոնում, այս վիճակում դրված են իմ ազդրերի կենտրոն։ Ես սկսում եմ աշխատել։ Կրկին մուլադխարայից հասրարաշնչելու եմ, որը որ բացարձակապես բոլորի գործողությունների մեջ է, եւ սասրարայից մուլադխարը արտաշնչել եմ, խորը շնչով գալիս է առաջ, սիրտս բացում եմ, սիրտս բերում եմ առաջ, ուսերս տանում եմ հետ, եթե նկատում եք, ձեռքերս կենտրոնում են, եւ արտաշունչ հակառակը ողնաշարս թեքում եմ, ներս են տանում սիրտը, խորը շունչ առաջ, խոր արտաշունչ հետ, կարելի է փոխել դիրքս, որպեսզի ավելի լավ երևա։ Ուրեմն տաս բարձրացրեցի, ձեռքերս ֆիքսված դնում եմ ազդրերի կենտրոնական հատվածում եւ սկսում եմ աշխատել, խորը շունչ առաջ, խորը արտաշունչ հետ, ձեռքերս առաջ եւ հետ չեն գնում, բայց ողնաշարս է աշխատում։ Հետ կապուղի դիրքի, դուք դիրք չեք փոխում, այդ գոնե այդ մինիմալ ժամանակը, մինիմալ այդ 3 րոպեն շարունակում եք կատարել շունչ, արտաշունչ։ Սկսնակը թող որպեսզի նախ եւ առաջ կատարի առանց գլխի, այսինքն միայն միջին հատվածով, որպեսզի կտրուկ շատ ցավեր չակտիվանան։ Իսկ եթե սկսնակ չեք, շնչեք, արտաշնչեք, շնչեք, արտաշնչեք, շարունակություն դարձրեք, թե ինչպես է ամբողջ ողնաշարը ակտիվանում, այն զգացողությունները, որոնցով որ լուծվել եք գործին, միանշանակ բացվելու, տրանսֆորմացվելու է եթե որևէ մի բան սեղված, ճնշված վիճակում էր, դա ևս դրդում է որոշակի, որպեսզի որոշակի չափով ներքին իդենտիֆիկացիան փոխվի, ներքին զգացողությունը փոխվի, շատ երկար կրկնվող այդպիսի վիճակները վերենացում բնավորության, իրականությունը, թե ինչպես եք տեսնում, միանշանակ իրականության։ Եվ հակառակը խորը շունչ, խորը արտաշունչ։ Լսում եք ձեր շնչառության ձայնը։ 3 րոպե։
արտաշնչում, արտաշնչում Սովը Սովորել եք լսել ձեր շնչառության ձայնը որպես ամենակարևոր ձայն Երեք րոպեն երբ որ ավարտենք, գալու եմ ոտքերս ծանելու եմ, հավաքել եմ տազը, նստած տեղս ուղեցի, ձեռքերը միացրեցի մեծ մատուցության մատին, ակտիվացրեցի թքարտադրություն 9, կրկին արմատից միջև գլխի գագաթը շնչում եմ, գագաթից միջև արմատը արտաշնչում եմ 2 անգամ։ Պրակտիկան ինչպես տեսնում եք բացարձակապես հնարավորության չափով ազատ ենք պահել ինչ-որ բարդ գործողություններից նրա համար, որպեսզի ինչ-որ մի հատուկ ուղղվածություն չլինի, այլ բացարձակապես ուղղակի առողջության հետ աշխատանք Ես ինքս երբ որ նստում եմ պրակտիկա կատարելու, միջավայր եմ բացում պրակտիկայի համար, ուղղակի շնչառության, ձեռքերի դիրքով։ Նույն ձևով նաև պրակտիկայի միջավայրը փակում եմ միշտ։ Երբ որ համարենք, որ հիմնական պրակտիկան կատարել եմ աստիճանաբար, երբ որ ավարտում եք, դուք արդեն հաշվել եք, թե ինչքան ժամանակ ստացվեց, հաշվի առեք, որ եթե խոսքը վերաբերում է աջ և ձախ կողմերի վրա առանձին կատարելու, ապա ամեն մի կողմը 3 րոպե ժամանակ։ Եթե խոսքը վերաբերում է աջ և ձախ կողմերը միասին կատարելու, ուղղակի ընդամենը մեկ անգամ 3 րոպեով։ Դա մինիմալ ժամանակն է, ժամանակը աստիճանաբար փոփոխվում է։ Եկեք հիշեցնենք մեզ, որ հին դպրոցներում դեռևս շատ այդպիսի դպրոցներ կան, ընդհանրապես ինչպես էր իրականում պրակտիկան լինում, ուսուցիչները տալիս էին մի կրիա, մի գործողություն էին տալիս և կախված կլինի դա արդեն աշակերտից, կլինի դա տարիներ շարունակ մի կրիայի վրա աշխատել, կլինի դա 1 տարի աշխատում էին միևնույն գործողության վրա, հետո նոր փոխվում էր գործողությունը ժամանակակից կյանքում, երբ որ մարդիկ անընդհատ նոր գործողությունների, նոր պրակտիկայի, նոր ասանայի, նոր կրիայի հետևից են լինում, դա ևս այն նրանից է լինում, որ կյանքում իրենց գաղափարները բերել են, այն նույն վազքը բերել են, մտցրել են իրենց պրակտիկայի մեջ, բայց իրականում հակառակը, եթե մենք գալիս ենք պրակտիկայի, պետք է որպեսզի պատրաստ լինենք, որպեսզի որոշակի չափով լսենք պրակտիկային, խորությամբ փորձենք լսել, այլ ոչ թե մեր պահանջները դնենք պրակտիկայի առաջ միայն։ Ուրեմն, շատ երկար ժամանակ այդ մինիմալ ժամանակով պրակտիկան կատարում եք, մինչև որ փոխվի ձեր
այսպես ասած, ձեր նյութափոխանակությունը փոխվի ձեր շնչառության խորությունը, խտությունը, ոչ թե ուղղակի նստելուց պրակտիկա կատարելու ժամանակ, այլ ուղղակի սովորական կյանքում էլ դուք սկսեք ավելի բնական է, երբ որ խոր նշանակում շնչառություն, դա չի նշանակում, որ դա չէ բացարձակապես նշանակում, դա ուղղակի նշանակում է, որ մի հասարակ շնչառությունը ի վիճակի է, որպեսզի ակտիվացնի ձեզ ու դուք էներգիան ցիրկուլյացիայի մեջ է, երբ որ դուք քայլում եք, երբ որ դուք քնած վիճակում բացարձակապես շուրջօրյա դա աստիճանաբար զարգացնելով բերում է նրան, որ մարդը չի առանձնացնում պրակտիկան, մի ժամ, 1.5 ժամ նստեմ պրակտիկա անեմ, հետո գնամ գործերս անելով։ Դա վերահացում նրան, որ դուք գտնվում եք որոշակի չափով պրակտիկայի վիճակում, որովհետև ձեր շնչառությունը ակտիվ է, դուք ունեք ձեր ամուր, առողջ ողնաշարը, դուք կատարում եք գտնվելով բալանսի մեջ է ձեր աջ և ձախ որոշակի չափ գտնվում և դրանից անկախ նրանից դուք տան գործ եք կատարում, դուք ինչ-որ բան եք ուսուցանում և այլն, այդ ամեն ինչի ժամանակ ընդհանուր դուք չեք վնասում ձեր առողջությունը, այլ հակառակը։ Ուրեմն այնքան երկար ժամանակ եք կատարում, մինչև որ ձեր նյութափոխանակությունը փոխվի, նյութափոխանակությունը փոխվելու մեջ մտնում է նաև ձեր սննդի հանդեպ կարիքներ փոխվելը, նյութափոխանակության մեջ մտնում է նաև ձեր քունը փոխվելը, թե ինչքան է ձեր օրգանիզմը, ինչքան ժամանակ քնելուց հետո է ձեր օրգանիզմը հագենում և այլն, այսինքն ամբողջ այդ հիգիենայի փոփոխությունը ու աստիճանաբար այդ ժամանակ պրակտիկան ինքը իրենը ամեն ինչ իր ձևով աստիճանաբար կդասավորվի։ Այս ամեն ինչը կատարելուց հետո միշտ շատ կարևոր է, որպեսզի նաև այն մեդիտատիվ վիճակում, որը որ ձևավորվեց պրակտիկայի արդյունքում, պարկեք որոշակի ժամանակ մարսելու նպատակով, մարսելու և ավելի խորությամբ արմատավորվելու ձեր ներքին ներկայության մեջ, ինչ եմ կատարում ես հիմա, ընդունում եմ հատի կեցված դիրքը, ես ունեմ մի հաճելի սիրելի բան, սա իմ աչքերի համար է, մեջը լավանդա է, հաճելի բույրով դնել եմ իմ աչքերի վրա։ Ուրեմն, ես շատ քիչ եմ բնականաբար պարկելու, պարկեք մոտավոր 7-10 րոպե կախված նրանից, թե ինչքան է ձեր պրակտիկան ու կրկին կախված նրանից, թե ինչպես է ձեր օրգանիզմը աշխատում ավելի խիտ ձևով քիչ ժամանակում, թե ավելի երկար ժամանակի մեջ։ Սկսում եմ ոտքերս բացել, տածի լայնությունից մի փոքր ավելի լայն և այդ բացվածությունը հանգստի վիճակ է որոշակի բերում դեպի ամբողջ տազս, վերցնում եմ ուսերից շնչով գալիս եմ առաջ և արտաշնչով զգուշորեն սկսում եմ իջեցնել ամբողջ գլուխս, նախորդ ուշադրություն դարձրեք, որպեսզի հերիքի տեղը և ստիպված չլինենք դիրքը փոխել։ Ուրեմն, ափերս բացեցի իրանի շուրջ, այնպես ինչպես որ ոտքերն են տազի լայնությունից մի փոքր ավելի լայն, նույն ձևով նաև ձեր ձեռքերը ուսերի լայնությունից մի փոքր լայն են ավելի։ Ինքը կեցվածքը, դիրքը շատ մեծ, ուժ, նշանակություն և արժեք ունի։ Արտաշնչեք խորության բերանով
երեք անգամ շնչեք քթով, արտաշնչեք բերանով խորությամբ երեք անգամ։ Թույլ տվեք, որպեսզի մի մեծագույն հանգստի ալիք անցնի ամբողջ ձեր մարմնում։ Ճնշումը իջնում է, տարբեր մկանային ճնշվածությունը իջնում է, հայացքս ներս են բացում, խորասուզում եմ ուշադրության ներս, կրկին չեմ փորձում որսալ որևէ մի զգացողություն, այլ բացարձակապես հանգստանում եմ, հանգստություն որպես ներքին ներկայություն, այլ ոչ թե հանգստություն որպես բացակայություն։ Ինչքան ավելի խորն եմ հանգստանում, այնքան ավելի դեպի խորություն եմ դնում, որը որ ինքը իրենով շատ վերականգնող է, շատ թերապևտիկ է, արթնացնող է։ Խորությամբ շնչեցի, խորությամբ արտաշնչեցի։ Հանգստանում եմ։ बस 20 सेकंड लूंगा और अपनी बात Ավարտելուց աստիճանաբար վերադառնում եմ միջավայր, ամբողջ մարմնի զգացողությամբ, վերադառնում եմ շնչառությանը, մաքուր ուշադրության եմ վերադառնում, թույլ եմ տալիս ինձ շարժել ձեռքեր, ոտքեր, գլուխ, մարմինս ավելի ազատ է, նույնիսկ դա բավարար է։ Նույնիսկ մարմնի ազատությունից միտքը վիճակի է փոխվել։ Աստիճանաբար ձեռքերը բերում եմ սրտի կենտրոնում, շփվում եմ, տաքացրած ձեռքերս դնում եմ իմ աչքերին, ակտիվացրեցի, շփվեցի, տաքացրեցի, աչքերիս դրեցի, ծալում եմ ծնկերս, ձեռքերս հետ ձգած վիճակում, թեկուզ և հիմա այս տարածություն չունեմ, բայց սկսում եմ ծնկերս թեքումներ կատարել, իրանի թեքումներ կատարել, ձեռքերս հետ ձգած վիճակում,
թեքվում եմ ձախ, թեքվում եմ աջ, թեքվում եմ ձախ, թեքվում եմ աջ։ Աստիճանաբար աջ կողմի վրա թեքվելով մնալու մի քանի վայրկյան, զգուշությամբ բարձրանալու եմ, նստելու եմ ուղիղ ողնաշարով դեռևս աչքերս փակած, այսինքն բացած դեպի ներս, ձեռքերս բերելու եմ սրտի կենտրոն, սովորաբար մեկ շունչը վերցնելուց ակտիվացնում ենք մեր ներքին շնորհակալությունը դեպի բնության օրենքներ, դեպի օրգանիզմ, դեպի բոլոր հակասություններ, դեպի էներգիան։ Արտաշնչում ենք խորը, փակում ենք պրակտիկայի միջավայրը։ Կարող եք խոնարհվել, կարող եք չխոնարհվել, ինչպես որ ցանկանում եք։ Շնորհակալություն։ Սա մեր այսօրվա մայիս 3 շաբաթ մեր պրակտիկան էր այսօրվա առաջին տեսակիրված պրակտիկան ձեր համար հուսով եմ լինելը օգտակար, հուսով եմ դուք կատարելու եք, հասցնելու եք որոշակի առողջության փոփոխություններ նկատել նրանից, որ կիրառել եք ձեր կյանքում, անսահման մեծ պոտենցիալ ունի, շատ ուրախ են լինելու լսել ձեր կարծիքները, ուրախ են լինելու որոշակի ժամանակ հետո կամ նույնիսկ ուղղակի մեկ դասից հետո կիսված կարծիք լսելով, կարդալով։ Շնորհակալություն ձեզ, լավագույն օրն եմ ձեզ մաղթում։ Պրակտիկայից հետո ջուր խմեք, պրակտիկայից հետո կարող եք մի հատ ցայվել, ամբողջովին ջուրը թողնել, որպեսզի անցնի ձեր վրայով բացարձակապես մաքրելով ձեր դաշտը առանց օճառ, առանց որևէ մի բան, մի հատ ջրով ջուրանց եք կացնում ձեր վրայով, գալիս եք ջուր խմելու, եթե ի վիճակի եք ձեր անոթի վիճակը ավելի երկար ու փոքր ձգել, ապա կատարեք դա, որը որ շատ դրականորեն ժամանակի ընթացքում իհարկե խոսքը չի վերաբերում, եթե շատ խիստ քրոնիկ հիվանդություններ ունեք։ Ուշադիր ինքներդ ձեր հանդեպ, թույլ տվեք, որպեսզի հիգիենան մտնի ձեր կյանք, հատկապես եթե ունեք ներքին կանչ դրա հանդեպ, և հա, ջրից հետո աստիճանաբար կարող եք սկսել ավելի մրգեր, բանջարեղեն և այլն, այն ինչ որ ձեր սովորական առօրյա սնունդն է։ Բոլորիդ հրաշալի օր եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։